Իմ ակնկալիքն է, որպեսզի Եվրոպան վերադառնա այն արժեհամակարգային իրավիճակին, որը ինքը ուներ, եւ հատկապես ուներ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ի վերջո Արցախը ինքը ոչ միայն հայերի իրավունքների պաշտպանության հարցն էր, այլ աշխարհակարգի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգի պաշտպանության հարցն էր։ Ինչու, որովհետեւ Արցախը զարգանում էր այն ճանապարհով, որը աշխարհը թելադրում էր։ Այսինքն կա ազգերի ինքնորոշման իրավունք, ազգերին հարգելու իրավունք, չէ՞, մարդու իրավունքների պաշտպանություն եւ ժողովրդավարության սկզբունքներ եւ այլն։ Եվ Արցախը այս 30 տարիների ընթացքում ինքը աճող, զարգացող ժողովրդավարություն էր։ Եվ այս մեր երկիր մոլորակը ստացել էր մի հատ տենց կղզի, որտեղ նաեւ այդ հնարավորությունը կար։ Բայց ինչ արեց, փաստորեն Եվրոպան աջակցեց մեկին, ով որ հակաժողովրդավար էր, դատարաններն էր շրջապակում, բանտարկում էր դատավորներին, բանտարկում էր նրանց, ովքեր մասնակցել են Արցախի ազատագրմանը, ատելություն էր տարածում, բևեռացնում, թշնամացնում էր հասարակությանը, եւ ի վերջո բերեց հանգեցրեց նրան, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում ու եղավ ինչ ցեղասպանություն։ Դա հերիք չի։ Հիմա այս մարդը նաեւ զրկում է մարդկանց, իր էթնիկ խմբին եւ նաեւ արդեն քաղաքացիներին իրենց փախստականի իրավունքներից, վերադարձի իրավունքից, ասում է, չէ, դուք չունեք այդ իրավունքը։ Պատկերացնում եք, աշխարհը հավաքվել է, եկել է, ասել է, լավ, մենք արդեն եկեք զարգանանք, այն նույն մարդակեր մարդասպանը չենք, եկեք ստորագրենք փախստականների մասին կոնվենցիա, Հայաստանը միացել է դրան, ինչը մեկը եկել է, որ սա կյանք դեղին մամուլից է եղել, եկել է ասում է, չէ, տենց բան չկա, չպետք է վերադառնան։ Նախ դու ով ես որ ասես, որ չպետք է վերադառնան։ Դրա համար երկրորդ համաշխարհային պատերազմին մեր պապերը եւ ամբողջ աշխարհն են բան արին թափել, որպեսզի այդ մակարդակին։ Երկրորդ, պատմամշակութային ժառանգությունն են վերացնում։ Կրկին, քաղաքակրթական հարց է։ Սա միայն հայկական հարց չի։ Կան կոնվենցիաներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան կա, Ժնևի կոնվենցիան կա, հազար ու մի բան կա, որտեղ դու պարտադիր չի միջուկային զենք ունենաս կամ չգիտեմ ինչ որ մեծ բանակ ունենաս հետևդ, որ գոնե այս տարական բանը աշխարհի առաջ բարձրացնես, ասես մեր պատմամշակութային ժառանգությունը, որը աշխարհին է, աշխարհի մարդկանց է վերաբերում, ոչնչացնում է։ Սրանք ինչ են ասում։ Ասում են իրանց տարածքն ինչ կուզեն կանեն։ Հələ մի կողմ որ իրանց տարածքը չի, այլ ապօրինի սահմանադրությունը խախտելով, միջազգային իրավունքը խախտելով հանձնել եք, բայց ենթադրենք աշխարհի որևէ տեղ ինչ ցեղասպանություն է իրականացվում, ինչը պետք է ասենք իրանց տարածք։ Կամբոջայում որ ցեղասպանություն էին անում, աշխարհը ասեց իրանց տարածքն ինչ կուզեն կանեն։ Ռուանդայում որ ցեղասպանություն, Դարֆուրում որ ցեղասպանություն, աշխարհը ասում էր իրանց տարածքն ինչ կուզեն կանեն։ Այս գիտեք, այս իշխանությունը չէ, այս ահաբեկչական խմբավորումը, որը զավթել է իշխանությունը, ինքը իսկապես ահաբեկչական խմբավորում է։ Ովքեր էին այսպես անում։ Դաեշը, իսլամական պետությունը, երբ որ ինքը գրավում էր այդ տարածքները, այնտեղ ամեն ինչ ավերում էր, տալի ջարդում, փշրում էր բաներ անում, ասում էր մենք մահմեդական ենք, սրանք եկել են, այս քրիստոնյաները եկել են, իրենց կոթողները սարքել են մեր տարածքների վրա ու վերացնում էր։ Հիմա սրանք նույնն են։ Ասում են դե հա, բանը կարամ վերացնեն։ Այսինքն Արսեն Թորոսյանի ու որևէ միջին վավերագրական Դաեշի իսլամական պետության ահաբեկչի մեջ տարբերություն չկա։ Իմաստային տարբերություն չկա, փողկապային, հագուստի, թրաշի տարբերություն գուցե, բայց իմաստային տարբերություն չկա։ Նայել է արդարացնում եւ ոչնչացնում ժառանգությունը, նայել է ոչնչացնում։ Ավելին խոսք է տվել, որ եթե ընտրվի սահմանադրություն է խախտելու, կաթողիկոսին է հեռացնել։ Բայց ամբողջ Եվրոպան խղճի ազատության, կրոնի ազատության, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածն է։ Դրա վրա է հիմնում։ Ուսեն նորմալ են համարում այս ամեն ինչը։ Ու աջակցում են, ասում են մենք պետք է աջակցենք, որ վերարտադրվի, չէ՞ այդ են ասում։ Հիմա իմ ակնկալիքը այն է, որ ես որպես եվրոպական արևմտյան կոնստրուկտ եմ, իմ կրթությունս, իմ մշակույթս ամբողջությամբ ներծծված է ավելի շատ արևմտյանին, քան արևելյանի մեջ։ Իմ նպատակը այն է, որ իմ Եվրոպան կրկին դառնա այն Եվրոպան, որի զգացումներով ես մեծացել եմ, բոլորս ենք մեծացել այդ զգացումներով։